10,000 դրամով եւ ավելի կբարձրանա 623,353 անձի կենսաթոշակն ու նպաստը։ Մնացած 39,594 քաղաքացու կենսաթոշակը կբարձրանա շուրջ 8,500 դրամով, որոնց հիմնական մասը երկարամյա զինվորական կենսաթոշակ ստացող անձինք են։ Գործադիրը հերթական նիստում ընդունեց որոշման նախագիծը, արդեն ապրիլին շահառուները գումարը կստանան ավելացված չափով։ Ընդհանուր առմամբ սա շատ մեծ եւ էական փոփոխություն է մեր արդեն նշեցի 600,000-ից ավել կենսաթոշակառուների համար եւ սա չհաշված այն հետվճարը, որ մենք արդեն բարձրացրել էինք հունվարի 1-ից, ինչը որը կազմում է 20% եւ 10,000 դրամ, մինչեւ 10,000 դրամ, եւ այս բարձրացումը բերելու է նաեւ այդ հետվճարի միջին թվի էլի էական բարձրացմանը։ Ավելի վաղ որոշում էր ընդունվել նաեւ ապրիլի 1-ից վերջնական անցում կատարել կենսաթոշակների եւ նպաստների անկանխիկ վճարման ձևաչափին։ Նախարար Թորոսյանի խոսքով այս պահին անկանխիկ համակարգից դուրս է 9,200 հոգի։ Այս 25 օրը մոտակա մենք օգտագործելու ենք այդ մեր քաղաքացիների քարտերը տուն հասցնելու եւ վստահ ենք, քանի որ լավ պատրաստվել ենք այս ամեն ինչին եւ իրավական առումով եւ լոգիստիկ տեխնիկական առումով, որ ապրիլի 1-ին այդ քաղաքացիները նույնպես իրենց կենսաթոշակները կստանան իրենց քարտերի վրա։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի զեկուցմամբ էլ առաջարկվեց փոխել էլեկտրոմոբիլների հաշվարկման գործող կարգը։ Նախագիծը ձևավորվել է մի շարք քաղաքացիների դիմումները հաշվի առնելով եւ միտված է գույքահարկի հաշվարկման կանոններում միատեսակության երաշխավորմանը։ Այս պայծրությամբ էլեկտրոմոբիլների հաշվարկման տեսանկյունից շարժիչի հզորությանը վերաբերող երկու ցուցանիշ ունենք, խոսքը առավելագույն կամ պիկային հզորությանն է վերաբերում եւ երկրորդը կայուն հզորությանն է վերաբերում։ Առաջարկում ենք, որ մեր ընդհանուր կանոնակարգում հետեւյալ կերպ շարժիչի հզորությունները նշենք։ Առաջին հերթին, եթե այո, ԵԱՏՄ ռեեստրում անձը ունի էլեկտրոնային անձնագիր, որտեղ որ կայուն հզորության ցուցիչը կա, այս շարժիչի հզորությունն է հիմք վերցվելու գույքահարկի հաշվարկման տեսանկյունից։ Իսկ ինչ կլինի, եթե չկա նման նշում, չէ՞ որ տվյալ էլեկտրոմոբիլի համար անհատական է լրացվելու էլեկտրոնային անձնագիրը։ Նախարարը խոսեց հստակ օրինակներով։ Եթե ունենք 544 ձիաուժ պիկային հզորությամբ էլեկտրոմոբիլ, ներկա դրությամբ, եթե այն 2025 թվականի արտադրության է, գույքահարկը հաշվարկվում է 666,000 դրամ պիկային հզորության տրամաբանությամբ։ Բայց մեր գործակցային տրամաբանությամբ կվճարի քաղաքացին այլևս 276,000 դրամ։ Եվ մեկ այլ օրինակ, եթե խոսում ենք մինչև 250 ձիաուժ պիկային հզորությամբ էլեկտրոմոբիլների մասին, պայմանական վերցնենք 218 պիկային հզորությամբ էլեկտրոմոբիլ, այս ձևով 2025 թվականի արտադրության էլեկտրոմոբիլի դեպքում այս պայծրությամբ վճարվում է 133,400 դրամ գույքահարկ, բայց նոր հաշվարկային գործակցի պայմաններում քաղաքացիները կվճարեն 43,500 դրամ։ Այս կանոնակարգումները կտարածվեն շուրջ 20,000 ֆիզիկական եւ 4,000 իրավաբանական անձանց նկատմամբ։ Նախարարը հույս է հայտնում նաեւ, որ նախաձեռնությունը կխթանի էլեկտրոմոբիլների տարածմանն ու կիրառման ընդլայնմանը։ Նորակառույց դպրոցների ճանապարհների վերանորոգման համար դրամական միջոցներ հատկացնելու մասին զեկուցեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը։ Որոշման մեջ է նաեւ Սյունիքի մարզի Լեռնաձորի միջնակարգ դպրոց տանող 285 մետր ճանապարհահատվածի հիմնանորոգումը։ Քննարկվեցին եւ հաստատվեցին նաեւ տասնյակ այլ ճանապարհահատվածների նորոգման եւ հիմնանորոգման աշխատանքների նախագծերը, որոնցից միայն 6-ը Սյունիքում կիրականացվի։ Անի Գրիգորյան, Սյունիք, լուրեր։